Երեկ Շամիրամ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի պատճառը $100,000 է եղել։ Ազատության հետ զրույցում հայտարարեց Եզդիների միության նախագահը։ Ազիզ Թամոյանն այսօր այցելել էր Շամիրամ, հանդիպել եզդիական համայնքի ղեկավարներին ու պարզել, որ սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը եկել էր պահանջելու վաղեմի պարտքը։ Ասացին գումարի հարցը, ինձ այդպես բոլորը բացատրում էին, ում հետ ես խոսում զրուցում էին, բոլորը ինձ բացատրում էին, որ գումարի խնդիր է եղել, գումարի հարցն է եղել, հրաժարվել են գումար տալուց, բայց իրանք էլ ասում են մենք չէ, մերոնք ասել են գումարը կտանք։ Ինչ գումարի մասին էր խոսքը գնում։ $100,000 մասին է խոսքը։ Նույնիսկ այդ տղան, որը ավտոմատը ձեռքին կրակել է Թելման անունով Քալաշյան Թելմանը, իրանց առաջարկել է, որ իմ գումարը եթե ես չեմ խփելու։ Կրակողն ու սպանվածներից 3-ն ունեցել են բարեկամական, նաև խնամիական կապեր, ասում է Թամոյանը։ Եզդիների միության նախագահի խոսքով պարտքի հարցը կարելի էր լուծել նույն սեղանի շուրջ նստելով, խոսելով, որ գործը սպանության չհասներ։ Եթե համոզեին մարդուն ասեին, ջանով ուրվանով ասեին, ծավտանեմ, քո գումարը էսի շորը կտանք, էսի բանը ժամանակը տանք, մարդերը ինքը երևի կստափեր, քանի չէր գնալու։ Երևի իրար չեն հասկացել, ինչպես ասած, իրար լեզուն չեն հասկացել։ Ազիզ Թամոյանից նաև հետաքրքրվեցինք, որոշ լրատվամիջոցներ գրեցին վենդետայի մասին, արդյոք դա ճիշտ է։ Գիտեք, այդ մասին խոսում են ժողովուրդը, տարբեր բաներ, գիտես, ժողովրդի բերանը մեր պապերն են ասում չվանա, այսինքն բացի խոսում են, տարբեր մարդիկ տարբեր բաներ են խոսում, բայց դրանք եզդիներ են։ Այդ Թելմանը վազերի տղան է, որը կրակել է, որի հորը շատ մոտիկից ճանաչում եմ գիտեմ, հայրը շատ մարդ էր, մի հոյակապ անձնավորություն է։ Թե տղան ինչի համար, ինչի ցա դարբեր, թե ոնց է եղել, բանին քայլին դիմել, ինձ համար զարմանք եւ զարմանալի է։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդու սպանության եւ 7-ին վիրավորելու մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ փնտրվում է ոստիկանության կողմից։ Նա Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղից է։ Համայնքում վերջին անգամ Քալաշյանին տեսել են երեկ առավոտյան, իսկ դրանից հետո նրա մասին այլևս լուրեր չունեն։ Ազատության հետ զրույցում Միասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը նշեց, որ 50-ամյա Քալաշյանը զբաղվում է անասնապահությամբ եւ նախկինում ագրեսիվ վարքով աչքի չի ընկել։ Սովորական աշխատող սովորական ընտանիք, անասնապահությամբ էին զբաղվում։ Ընտանիք ուներ, երեխաներ, կին ունի։ Կին ուներ, 3 աղջիկ, 1 տղա։ Նախկինում, նման ագրեսիվ վարքով նա աչքի ընկել է։ Չէ, ասի, սովորական, չէ, ասի ինչ-որ դες ագրեսիվ։ Իր կինը, երեխաները երեկվանից մինչև այսօր ինչ-որ բան ասել են, գիտեն նրա գտնվելը։ Կինը, երեխաները մեր մարզում չեն գտնվում, իրանք անասները տանում են սար կարունը, և սարում են։ Ըստ գյուղապետի, թեև Քալաշյանի ընտանիքն ու հարազատները սարերում են, բայց երեկվանից նրանց տների առջև հերթապահում են ոստիկանները։ Եզդիների միության նախագահն էլ կոչ է անում կողմերին արյունը արյունով չլվանալ։ Ըստ Թամոյանի ցանկացած հանցագործ պետք է իր պատիժը կրի օրենքի տառին համաձայն։ Մենք մի բուր ազգ ենք։ Մենք չպետք է նման քայլերի գնանք, ընդհակառակ, մենք պետք է համախմբենք։ Մենք պետք է մի բուր դառնանք։ Մենք պետք է կարողանանք միմյանց հարգենք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք աշխարհում, այսպես չի կարելի։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ այժմ բուժումը շարունակում է 5 տուժած 2 աշտարակի հիվանդանոցում, 3-ը Աստղիկ բժշկական կենտրոնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Շամիրամի դեպքը նաև վերջին շաբաթների ընթացքում հաճախակի արձանագրվող նման տեսակի սպանություններն ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսում են այն մասին, որ մարդիկ չհավատալով արդարադատության համակարգին փորձում են խնդիրները լուծել սեփական մեթոդներով։ Մարդիկ, ովքեր որ բախվում են արդարադատության համակարգին, տեսնում են, որ այնտեղ քաղաքացին անպաշտպան է։ Գոնե անպաշտպան զանգվածը, իսկ Հայաստանում անպաշտպան զանգվածը շատ ավելի շատ է, նրանք պաշտպանելու հնարավորություններ չունեն։ Այդ իմաստով իհարկե մարդը ստիպված է լինում մտածել, բա լավ, ես ինչպես պաշտպանվեմ։ Եվ շատ հնարավոր է, որ դիմի այսպիսի ծայրահեղ քայլերի։ Իրավապաշտպանի խոսքով նման այդունալի հանցագործությունների թվի ավելացումը պայմանավորված է նաև ոստիկանության գործելավոճով։ Ըստ նրա, այս օղակն իր աշխատանքը կատարելու փոխարեն զբաղված է միտինգներ ցրելով։ Հարությունյանը նշում է, ներկայիս ոստիկանությունը նույն սովետական միլիցիան է, որի հանդեպ հավատ չի եղել, չի էլ կարող լինել։